Պարոն Մարգարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված լսենք նաև ձեր գնահատականները եւ այսպես կուզեմ անդրադառնալ Մակուն, Փաշինյանի եւ Ալիևի ելույթներին։ Համեցեք։ Շնորհակալություն, որ ժամը տրամադրեցիք։ Մասամբ կարողացել եմ հետևել անշուշտ։ Հետաքրքիր էր, գիտեք, հիմա ամփոփենք այդպես Ալիևը նույն հռետորաբանությամբ, նույն ոճով, ինչ որ մինչև նախքան այդ խաղաղության համաձայնագրի ստորագրումը օգոստոսի 8-9-ին այդ փաստաթղթի ստորագրում Վաշինգտոնյան այդ համաձայնությունների ստորագրությունը ոնց ռետորական նույն ոճով որ խոսում էր հոխորտանքներով պահանջատիրությամբ նույն գրեթե նույն բառապաշարով խոսում նույն տերմինաբանությամբ որ մինչև այդ օգտագործվում էր տեսնում ենք որ նույն տերմինաբանությունը օգտագործում է թեև խոսում է խաղաղության մասին հիմա չժխտենք խոսում է որ մենք գնում ենք խաղաղություն ենք ուզում հաստատենք բայց միևնույն ժամանակ շարունակաբար օգտագործում է օրինակի համար Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը շատ հստակ կերպով ձևաչափերը որոնք Նիկոլը շարունակաբար փորձում է դրանք ասի որ այդպիսի բան համաձայնության մեջ չկա Ալիևը դա օգտագործում է իսկ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն արդեն ելույթ ունենում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում եւ տեսնում ենք առաջին անգամ է գուցե այդ օգոստոսի 8-ի այդ համաձայնագրերի Վաշինգտոնյան համաձայնագրերի ստորագրումից հետո որ կարծես մի տեսակ արդեն բախումները Երևան են գալիս այն ամեն ինչը որ Նիկոլ Փաշինյանը մեզ փորձում էր համոզել այդ հարցում որ խաղաղությունը հաստատվել երեկել էր դեռ փորձում այդ կրկնել որ խաղաղությունը հաստատվել եւ ես իչնե 1 ամսական ինչքանի տարեկան այսպես ասած օրեկան այդ խաղաղությունը բայց տեսնենք իրականության մեջ չի քանի որ շատ հստակ կերպով արդեն հակասությունները դեռ 1 ամիս չանցած այդ ամբողջ համաձայնություններից սկսել է ջրի երես գալ Երևան գալ եւ ակնհայտորեն տեսնում ենք Ադրբեջան իրենն է կրկնում իսկ Նիկոլ Փաշինյանը ասում է որ այդպիսի բան չկար մեր համաձայնությունների մեջ այդպիսի բառակապակցություն չի օգտագործվել մի տեսակ կարծես այդ փակ շրջանակը պատտվելով մենք կրկին նորից հասնում ենք նույն տեղում Նիկոլ Փաշինյանը շատ հստակ կերպով իր այդ հայտարարություններով խոստովանեց իրականության մեջ որ այդ խաղաղություն կոչված այդ թղթի վրա գրվածը հիմնականում որևիցե արժեք չունի քանի որ հիմնականում դրա խորքում համաձայնություն չկա խոր համաձայնություն չկա մինչև այն ժամանակ երբ քո թշնամին քո հակառակորդը շարունակում է մնալ իր տեսակետներին նվազագույն զիջումը չի փորձում անել իր դիրքորոշումներում նույն հռետորաբանությունը նույն տերմինաբանությունն է օգտագործում ինչ մինչև այդ համաձայնագրերի ստորագրումը կար հիմա Նիկոլ Փաշինյանը շատ հստակ կերպով խոսեց որ այդպիսի համաձայնություն իրենք չեն ունեցել այդ փաստաթղթի մեջ Զանգեզուրի միջանց չկա բայց ասում ենք ոչ միայն Ալիևը այլ մյուս պաշտոնատարները Ադրբեջանի նույնը կրկնում են եթե ուզենանք ամփոփենք այդ երկու այդպես ասած ելույթները որ եղան Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի ամբիոնից շատ հստակ կերպով կարծում եմ գուցե առաջին անգամն էր որ բացահայտ կերպով իտես բոլորի ցուցադրեցի որ այդ ամեն ինչը գործընթացներ որ այս վերջին 1.5 ամսվա ընթացքում տեղի ունեցան իրականության մեջ խապուսիկ ինչ որ մի բան է եղել հիմնականում մի հատ թղթի կտոր ստեղծելու նպատակ ունեցել որը պիտի Նիկոլ Փաշինյանը վերջնի բերի Հայաստան հիմա տեսնում ենք ինչպես նա փորձում թանկ գնով ծախել ժողովրդի որպես խաղաղության համաձայնագիր հիմնականում նպատակն է այդ ոչ Ադրբեջան իր պահանջներից որևիցե նվազագույն զիջումը չի կատարել տեսնում ենք Զանգեզուրի միջանցքը նույն տերմինաբանությամբ օգտագործում է արևմտյան Ադրբեջան այսպես կոչված այդ տերմինաբանությունը շարունակում է իր բառապաշարի մեջ օգտագործվել ինչը շատ հստակ կերպով տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի կապակցությամբ այդ արտահայտության որքան էլ որ իրենք փորձեն դրանից դահերքել այնուամենայնիվ տարածքային ամբողջականության ճանաչում ես իշխեմ Թրամփի ուղի պարզավոր դրանք բոլորը այդպես ասած ժողովրդի խափելու ինչ-որ նպատակ են ունեցել պարզապես անունների այդպես օգտագործման փոփոխություն է տեղի ունեցել Ադրբեջանը շարունակում է դա կոչել Զանգեզուրի միջանցք Հայաստանը սիրում է Նիկոլը սիրում է Հայաստանյան այդ հատվածը կոչել թրիփ ժողովրդի խափելու համար ասի դա Զանգեզուրի միջանց չի դա թրիփն է բայց իրականության մեջ այս ամեն ինչը Ադրբեջանը դիտում է որպես Զանգեզուրի միջանցք եւ հիմնականում կարեւոր են ընդհանրապես այս անվանումները չեն կարեւոր են երևույթն է որի ականատես ենք լինում անորոշ մեկ ձևաչափող համաձայնություններ, որից է բան հայտնի չի, ինչ կարգավիճակով է լինելու այդ ճանապարհը, ինչպես է օգտագործվելու այդ փոխադարձությանը սկզբունքը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար դրա մասին խոսում է, տեսնում ենք ընդհանրապես խոս չկա Հայաստանը ինչպես է այդ ամեն ինչից օգտվելու կամ Ադրբեջան ինչ առավելություններ է տրամադրելու Հայաստանի արտոնություններ է տրամադրելու։ Դրանք բոլորը անորոշ կետերն են։ Հիմա մեկ նախադաշնամ հետ ասեմ, կարծում եմ այդ ՄԱԿ-ի ամբիոնից հնչած այդ հայտարարությունները շատ հստակ կերպով, կարծում եմ յուրաքանչյուր խելացի մարդու համար արդեն իսկ հստակ ապացույց պետք է լինի այն մասին, որ
ընդհանրապես խաղաղության մասին խոսելը անիմաստ է, մինչև այն ժամանակ, երբ Նիկոլը շարունակաբար զիջումնային դիրքից է հանդես գալիս, իսկ Ադրբեջանը շարունակում է մնալ իր դիրքորոշումների վրա։ Եվ ամենակարևորը, խաղաղություն այնպես չի, որ դու գնաս մեկ օրվա մեջ մի հատ փաստաթուղթ մի տես ստորագրես ու հետո ասես դե վերջացավ մի քանի ոչ միայն մի 30-ամյա, այլ մի քանի 100-ամյա, այդպես ասած, հակամարտությունը, որ հայ-թուրքական, հետո հայ-ադրբեջանական դրանք եղել է, վերացվեցին, քանի որ դրանք խորքային հարցեր են, մտածողության փոփոխության կարիք ունի, մեկ գիշերվա մեջ, մեկ օրվա մեջ դրանք չեն փոխվելու, բնականաբար վերջնական խաղաղության մասին խոսելը անիմաստ է։ Երեք այսպես միջանցքում երբ որ հարցազրույց էր տալիս Նիկոլ Փաշինյանը կամ հարցերի էր պատասխանում, նորից այն միտքն է առաջ գցում, գուցե կարող է նույնիսկ абսուրդ հնչի, բայց խաղաղությունը կարող է սպառնալիքներ բերի։ Հիշում եք տարիներ առաջ ինքը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագիրը կարող են կնքել եւ 10-12 ժամ հետո պատերազմ սկսվի։ Խնդրեմ։ Գիտեք, այնքան ծիծաղելի է դարձել այս մարդու հայտարարությունները, որ գիտեք, չգիտեմ, նույնիսկ մեկնաբանելու կարծում եմ կարիք չկա։ Խելացի մարդ հետ մի նվազագույն հերք ունենալով եղել այս մարդու հայտարարությունները լսելով, կարելի է հասկանալ դրա մեջ տրամաբանության բացարձակ բացակայությունը։ Եթե դու խաղաղության օրակարգի մասին ես խոսում, հավակնում ես, որ խաղաղություն ես բերել, այդ խաղաղությունը դրա համար է, որ երկիրը սպառնալիքներից հեռու պահեց։ Իսկ եթե այդ խաղաղությունը իր մեջ նաև սպառնալիքներ է պարունակում, այդ ինչ խաղաղության մասին է խոսքը։ Հիմնականում, գիտեք, հակասական են այս երկու բաները, որովհետեւ ձևով իրար մեջ իրար հետ չեն կարող տեղավորվել։ Նույն այո, դուք շատ ճիշտ մատանշեցիք ժամանակին ասել, որ հիմա փաստաթուղթ ստորագրենք, վաղ առավոտյան կարող է լինի Ադրբեջանը հարձակվի։ Նիկոլի պատկերացրած խաղաղությունը հենց այդքան է, այսինքն այսօր մի բան ստորագրեն, բերի ժողովրդին իմ ընտրություններից եմ իր փորձի ժողովրդին ինչ-որ բանով համոզել, որ ահա այս խաղաղություն են բերել, վաղ առավոտյան էլ եթե պատերազմ եղավ, կասի դե գիտեք, ես ասել եմ, որ այս թուղթի կտորը փախվեշտական խաղաղություն չի, առավոտյան կարող է պատերազմ լինի։ Եղավ կամ ասել է ես սպառնալիքները պարունակի իր մեջ։ Այո, սպառնալիքները հենց այդ է։ Հիմա գիտեք, այդ սպառնալիքներն են ինքը իր որոշակի բացատրությունը պիտի ունենա սպառնալիք ասելով Նիկոլ Փաշինյանը ինչ է հասկանում, այսինքն ես ինչ գիտեմ, տարածքային զիջումներ, կորուստներ, եթե այդ ամենը կան, այն ինչ խաղաղության մասին կարող է խոսել։ Գիտեք, անիմաստ է, թեպետ դժվարանում նույնիսկ բացատրել, որտեղ այդ երկու բաները այնքան հակասական են սպառնալիքը եւ խաղաղությունը իրար հետ, որ երկուսին մեկտեղ մեկ նախադասության բերել տեղավորելը, կարծում եմ միայն Նիկոլ Փաշինյանը իր այդպես իրավիճակ այդ բառապաշարով, որ ինքը այդ մտածողությամբ որ ունի կարող է ունակություններով որ ունի կարող է դա կատարել, եթե չէ խելացի մարդը տրամաբանություն ով մարդը թարապես չի կարող այդ երկուսը մեկտեղ մեկ նախադասության մեջ տեղավորել։ Ոչ մի խոսք հնարավորությունը չօգտագործել եւ ոչ մի խոսք չասել Բաքվում խոշտանգող մեր ռազմագերիների մասին։ Խնդրեմ։ Այո, լավ մատնանշեցիք, մոռացել էի այդ կետը, որ Մակում ինքը հնչեցեց։ Այո, եթե հիշեք, մեկ նախադասությամբ ինքը ընդհանուր առմամբ արտահայտվեց մեր ռազմագերիների հարցի մասին։ Ամբիոնի ՄԱԿ-ի միավորված ազգերի կազմակերպության ամբիոնը կարծում եմ ամենաարդար եւ ամենա ուժեղ ամբիոններ տեղն էր, որ ինքը կարող էր հարցը հիմա ոչ թե շատ էլ այդպես ասած խիստ կերպով, որը խանգարեր այսպես կոչված իր խաղաղության օրակարգի, բայց կարելի էր մի քիչ ավելի շատ տեղ հատկացնել իր ելույթի մեջ նաև գերիների հարցին, մեր Ադրբեջանում պահվող, անօրինաբար պահվող Արցախի ղեկավարության թեմային անդրադառնալ, ինչը կաներ ցանկացած երկրի ղեկավար, բայց պատկերացրեք մի հատ ուրիշ երկրի ղեկավարն եղել Նիկոլի դեպքում անպայմանորեն ՄԱԿ-ի այդ ամբիոնից իր համար ստեղծված այդ առիթը կօգտագործեր, որպեսզի այդ հարցը բարձրաձայներ միջազգային հանրության օժանդակությունը, խնդրեր աջակցությունը, խնդրեր, որպեսզի ճնշումներ գործադրեն, որպեսզի այս խնդիրը լուծում գտնի այս մարդկային հարցը եւ բանտերից ազատ արձակվեն, վերադառնան իրենց հայրենիք։ Բայց տեսնում ենք շատ այսպես լղոզված մի հատ մեկ նույնիսկ մեկ նախադասություն, որ գուցե կարելի չի դա անվանել, հայտարարություն է անում եւ դա էլ անորոշ է։ Մի հատ այսպես մի բառ օգտագործում, եթե չեմ բանդարկյալների հարցի հասցեագրում։ Ինչ է նշանակում հարցի հասցեագրում։ Նույնիսկ այդ բառն էլ որ օգտագործումը անորոշ բառ է, հասցեագրում, այսինքն ինչ գտե սա պիտի մոքի կամ ունենք նստի նոր բացատրի Նիկոլը հասցեագրում ասելով այդտեղ ինչ է հասկանում։ Այսինքն ինչ հասցեագրում։ Անկեղծ ասած երկար ժամ լսեցի մտածեցի այդ հասցեագրումը բառը որ օգտագործել այդտեղ եզրույթը իրապես ինչ է նշանակում եւ չկարողացամ եզրակացության հասնել։ Եթե որից է մեկը Նիկոլի այդ հայտարարությունից մի բան է հասկացել, թողեք գա եւ բացատրի, որ Նիկոլը հասցեագրում ասելով սա նշանակություն նպատակ ուներ, սա էր իր իմաստը եւ հետո կարելի է ավելի մակտաբանություն տալ դրա մասին։ Բայց իսկապես ասում եմ ամոթալի է, որ նույնիսկ այդ
մեկ նախադասությամբ ինքը սահմանափակվեց, համարձակությունը ունեցա մի քիչ ավելի լայն տեղ հատկացնելու մեր գերիների եւ բանդարկյան քաղբանդարկյանների եւ նաեւ այդպես ասած պատերազմական գերիների հարցին։ Ադրբեջանը ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այդ կամ Հայաստանում որոշ քվեականների տարածած թրքասիրության Հայաստանի պատասխանում է ԱՊՀ 2025 գյանջայում խաղերի բացման ժամանակ ցույց տալով երկաթե բռունցքը, ցույց տալով ինչպես են իրենք ստորացրել Հայաստանի եւ շարունակում են ստորացնել, որ ինչպես իրենց տերմինոլոգիան է, բազմիցս հայտարարել են, որ այդ բռունցքով կոտրել են թշնամու, այս դեպքում մեր ողնաշարն ու գլուխը։ Խնդրեմ։ Իհարկե որ կան գիտեմ Հայաստանը չի մասնակցել այդ մարզախաղերին, բայց ամեն դեպքում դա Հայաստանի իրավունքն էր, որպեսզի ասենք իր մարզական համապատասխան կառույցների միջոցով միջազգային հարության ուշադրությանը հանձնել նույնիսկ բողոք ներկայացնել, քանի որ ընդհանրապես մարզախաղերը դա միջազգային ընդհանրապես ձևաչափ է, որ պետք է հեռու մնան քաղաքականությունից եւ չի կարելի քաղաքական, այդպես ասած, ձևաչափեր եւ նպատակներ բերել մտցնել այդ խաղերի մեջ եւ փորձել դա քաղաքական, այդպես ասած, ռոպագանդայի միջոց ծառայեցնել, բայց տեսնենք Ադրբեջանը դա անում է եւ Հայաստանի կողմից որևէ բողոք այդ կապակցությամբ չի բարձրանում։ Ադրբեջանի պահվածքը այդքան տարօրինակ չի, մենք Ալիևից եւ Ադրբեջանից ուրիշ բան չեն կարող ակնկալենք։ Նրանք պատերազմում դժբախտաբար հաղթած պետություն է, Ալիևը պատերազմում հաղթած ղեկավար է եւ ինչ ուզում է կարողանում է անել եւ հետարքիրը Նիկոլի պահվածքն է, որ այս կապակցությամբ որևէ բողոք չեն արտահայտում եւ նույնիսկ չեն փորձում են այդպես ասած չտեսնելու տալ գերեզները թեքում են իբր չնկատեցին ինչ է կատարվում։ Շատ հստակ կերպով, ինչպես մյուս հայտարարությունները, որ ասենք Բաքի ամբիոնից հնչեց այդ Զանգեզուրի միջանց տերմինաբանության օգտագործման կապակցությամբ, նույնն են նաև այդ բռունցք այդ 44-ը 44 թիվը, որ ցույց տվեցին, որևիցե ձևով կարծում եմ որևէ մեկը չի կարող շղթել, որ դրանք ուղղակիորեն սպառնալիքներ էին ուղղված Հայաստանին եւ շատ հստակ կերպով Հայաստանին եւ Հայաստանի պետականությունը եւ հայ ժողովրդին նվաստացնելու նպատակ էին հետապնդում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ ինքը այսօր խաղաղության օրակարգ է ձևակերպել, իբր փորձում է դրանով մեր ժողովրդին, այդպես ասած, արժանապատվություն բերի, մենք պիտի գնանք դեպի խաղաղություն, ի վերջո խաղաղությունը հասկանանք արժանապատվություններից, պիտի վերականգնենք այդպես ասած որպես ժողովուրդը սկսենք ապրել, հիմա մեր ժողովրդին նվաստացնում Ադրբեջանը, դե տեսնեմ հիմա ինչ պատասխան է տալիս։ Նույնիսկ մեկ պատասխան, մեկ արձագանք այդ կապակցությամբ չի եղել։ Սա էլ գումարեք նաև այն մյուս ապացույցներին, որ ընդհանրապես խաղաղության մասին Ադրբեջանի հետ խոսելը այս պայմաններում, երբ Նիկոլը զիջողական դիրքերից հանդես գալի, ընդհանրապես ծիծաղերի բան է եւ թափես որից մեկը չեմ կարծում կարող է պատկերացնել, որ այս պայմաններում կարող է այդպես ասած խաղաղություն լինի։ Խաղաղություն չի լինելու, բայց այո, ինչպես որ Նիկոլն է ասում, սահմաններին կրակոցը չի լինելու, ինչպես նախորդ հաղորդման ժամանակ էր որ ձեզ հետ ունեիք, այնտեղ ասացիք, որտեվ մինչև ժամանակ երբ Նիկոլը նվաստացած է, չի պատասխանում, չի հակադարձում, ինչ որ Ալիևն ուզում է դրա երկու անգամ նա դնում սկուտեղի վրա տանում է, ինքը իր ձեռքով հանձնում է Ալիևին, ինչու պիտի սահմաններին Ալիևը կրակի կամ մենք զոհեր ունենանք։ Պարզավոր չենք ունենալու այս իրավիճակում, մինչև ժամանակ երբ Նիկոլը նվաստացած է, մեզ էլ իր հետ է նվաստացնում եւ Ադրբեջանի ցանկացած պահանջ կատարում է, շատ բնական է, բայց այս սա խաղաղություն չի, սա նվաստացում, սա ստրկացում է թշնամու դիմաց, որին Նիկոլը հիմա անունը անափոխել է, դրա անուն դրել է խաղաղություն, սիրում է այդպես ներկայացնել, բայց կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք դա մի տեսակ մեր ժողովրդին տալու դեպի ստրկացում։ Սահմանին, եթե կրակոցներ չկան, զինվորը չի մահանում, երկրի ներսում են մարդիկ մահանում, գնդակահարվում իրենց տան դռան առջև։ Խնդրեմ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ինչի դրսևորում է, ինչ է անմիջապես երեք քննչական կոմիտեի նախագահն է փորձում ամբողջությամբ ասել բացահայտել են ներքին գործերն են արդեն տարածում, որ բացահայտված է։ Խնդրեմ։ Ես չեմ ցանկանում շատ մանրամասնությունների անդրադառնալ, բայց ընդհանուր առմամբ այդ մթնոլորտը, որ այսօր Հայաստանում տիրում է, ամեն օր զենքի օգտագործման, դանակահարություն, զենքի օգտագործման, իսկ նույնիսկ գտեք Միացյալ Նահանգներում հաճախ խոսում է, որ այդպիսի մթնոլորտում այդ քանակությամբ, ասենք, տոկոսային առումով նայենք, անհամեմատելի այն ինչը որ այսօր Հայաստանում տեղի ունենում կամ Երևանում տեղի ունենում, այն ինչը ասենք, ուտը մենք Միացյալ Նահանգներում որպես միտեղ որ զենքի օգտագործումը դեռ ազատ է, դու կարող ես ազատորեն զենք ունենաս, այդ տոկոսային առումով եթե նայենք, այստեղ այդ մակարդակով այդպես բռնարարքներ զենքի եւ օգտագործման կամ զենքի օգտագործմամբ չի արձանագրվում։ Սա խոսում է ամենաթողության մասին, որ այսօր կա, երբ ասենք իրավապահ ուժեր, իրավապահ մարմիններ ընդհանրապես
մաքրվել են պրոֆեսիոնալներից, ղեկավարության մակարդ, չեմ ասում այդ միջազգային միջին այդ 10 ապաշտոնյաները կան, աշխատում են, բայց այնուամենայնիվ նրանք պետք է ունենան հստակ ղեկավարություն, հրամանատարություն, որը պետք է տիրապետի իրավիճակին, կարողանա ղեկավարել։ Բայց տեսնում ենք պաշտոններում, նախարարությունների, ոստիկանության պետերի եւ այդ մակարդակներում մարդիկ են, ովքեր ընդհանրապես կապերի միջոցով են այդ պաշտոններին նշանակվում։ Մի հատ կնոջ բերելա նշանակելա ոստիկանության, այսպես ասած, ամբողջ ոստիկանությունը դրել է ղեկավարության տակ, ես չգիտեմ այդ ինչքան փորձ կարող է ունենալ, որպեսզի կարողանա այս ամբողջ համակարգը գլխավորի։ Սրանք բոլորը համակարգային առումով բերում են այն խնդրը, ասում են այնտեղ, որ հասարակության մեջ սկսում է աճել բռնարարքները, խնդիրները զենքի միջոցով լուծել։ Օրինակի համար Կապանում ես կարդացի մեկ շան վրա վիճաբանությունը հանգեցրել է զենքի օգտագործման։ Աննկարագրելի մի բան է, գիտեք, նույնիսկ մեր մոտ, ասում եմ, Միացյալ Նահանգներում այդպիսի դեպք եթե շատ եզակի կարող է նման դեպք պատահի, բայց տեսնում ենք Հայաստանում շատ հանգիստ շան վրա վիճաբանում են, հետո զենքը հանում են, կրակում են։ Նախ այդքան զենք Հայաստանում մարդկանց մոտ որտեղից կա, ինչպես է այդ զենքը գալիս, ինչպես է յուրացվում, ինչու մարդկանց մոտ այդ քանակությամբ զենքեր կա։ Դա պատասխանատուն անշուշտ երկրի իշխանություններն են, պետության ղեկավարն է, որը պիտի կարողանա այս ամեն ինչը կառավարել, բայց միջև երջանիկ որ այս մարդիկ զբաղված են ամենատարբեր հարցերով եւ իրենք երևակայ զուգահեռ իրականություններ են իրենց համար ստեղծել, իրենց զուգահեռ իրականությունների մեջ են ապրում, հասարակության իրավիճակներ կլինի այս։ Եվ խնդիրը, գիտեք, ցավալիորեն հասարակության մեջ բռնարարքների տարածումն է, քանի որ այս բռնարարքները գուցե սկզբնական փուլում մի քիչ հեշտ դեր հնարավոր լինի կասեցնել, բայց այս շղթան եթե սկսի շարունակվել, տեսնում եք հանցագործությունն է ծնում։ Նույն մարդը օրինակ բարեկամին մի քանի ժամ առաջ սպանել են, ինքը հիմա գնում է վրեժ ա լուծում, վաղը սրանք են գնալու նորից, դեցեք շղթան սկսելու է շարունակվել եւ պիտի լինի հզոր իշխանություն, հզոր ղեկավարություն, որը պիտի կարողանա իր, այդպես ասած, հզորությունը ցույց տալ եւ այս շղթան կանխել։ Եվ եթե չլինի կանխել, այս շղթայական կերպով ստեղծվելու է բարդակ, ասես մի հատ իրավիճակ, որից դուրս գալը դժվար է լինելու եւ հիմա Նիկոլը կարող է հավակնել, որ սահմաններում կրակոցներ, ինչպես դուք ասացիք, այո, չէ լինում, այո, չէ լինում, բայց դրա երկու անգամը տեսնում ենք բանակի մեջ է ինքնասպանության հաստվում զինվորը կամ հասարակության մեջ են մարդիկ իրար վրա զենքով կրակում ամենահասարակ վիճաբանություններից հետո եւ ասում եմ այս հարցի համար, որքան էլ որ փորձեն հիմա տարբեր դրդապատճառներ, հարցերը քննեն, փորձեն գտնել որտեղ է եղել, ով է եղել մեղավոր հանցագործներին կալանավորեն, բայց հիմնական գլխավոր մեղավոր այս իրավիճակի, որ ստեղծվել է, անշուշտ իշխանություններն են, որը պետք է ունենա այդպես ասած անհրաժեշտ հզորությունը երկիրը ղեկավարի, որ տեսնենք այս մարդկանց մոտ ընդհանրապես բացակայում այդ ամեն ինչ։ Իրենք անմիջապես սրակներն ուղեցին վենդետայի վրա, բայց բառի բուն իմաստով շատերի պնդում սա քաղաքական է եղել եւ հաշվի առնելով որ Վալոդիա Գրիգորյանը ուղղակի միայնակ ջախջախել է, հաղթանակ է տարել, խնդրեմ։ Ասում եմ, ես մի քիչ դժվարանում եմ այդպես ասած շատ ուղղակի դեպքին անդրադառնալ, որտեղ մանրամասնություն չեմ տիրապետում, բայց անշուշտ եթե մարդը համայնքապետ է, համայնքի ղեկավար է եւ այդ սպանությունը տեղի ունենում այդտեղ, չի կարելի այդպես ասած քաղաքական հետքեր չունենալ եւ անշուշտ իր պաշտոնից ելնելով այնուամենայնիվ այդ սպանությունը ունենում է քաղաքական երանգ ստանում եւ դառնում է այդպես ասած քաղաքականության սպանության դաս մեջ խմբում կարող է դասակարգվել։ Դա իշխանություններից հեշտ են պարտականություն է, որպեսզի կարողանան այնքան վստահություն ներշնչեն ժողովրդին, որ այո իրենք կարողանում են մինչև վերջ գնալ լուծել խնդիրները, բացահայտումներ կատարել, պատժել, բայց ասում եմ, այսքանի որ այսօրվա իշխանությունները նման վստահություն չեն ներշնչում ժողովրդին եւ չունեն այդ վստահությունը ներշնչելու ունակություն, շատ բնական է, որ նման հարցեր մնալու են չլուծված վիճակում եւ անորոշ վիճակում։ Իհարկե սա առաջին դեպքը չի, հիմա սա մի քիչ այդպես խոշորացել, բայց եթե հիմա նայենք Նիկոլի իշխանության 7 տարիներ, եթե ուզենանք հավաքենք նմանատիպ բազմաթիվ սպանություններ, չբացահայտված ինքնասպանություններ, այդպիսի դեպքեր ահավոր չափերի է հասնում, նույնիսկ ասենք եթե միջև Նիկոլի ժամանակաշրջան այդ բոլոր սպանությունները, որ եղել են, փորձում են նախկին նախագահներին դրանց մեջ մեղադրել, դրանք բոլորը հավաքենք, չեմ կարծում դրանք ամբողջ գումարը հավասար լինի այն ամեն ինչին, որ մենք վերջի 7 տարվա ընթացքում ենք դրա ականատեսը եղել։ Միքայել Սրբազանին պահանջում են դատախազը տարածել 2 տարի 6 ամիս ժամկետով, խնդրեմ։ Նպատակը գիտեք ամենակարծիքացում նպատակն է ամեն գնով սրբազաներին կալանքի տակ պահելն է հիմա չմիջակ որ հնարավոր է ժամանակավոր կալանքով պիտի պահեն հիմա ժամանակավոր կալանքը վերջապես չես կարող հավերժական այդպես ձգձգես միտեղ պետք է վերջնական վերջին դատավճիռը տաս հիմա էլ դատախազը այդ վճիռ այդ պահանջն է ներկայացել
Անի գիտեք ծիծաղելի է, գիտեք ով որ հետևել է այս ամեն գործընթացներին, շատ բարձ կարծում եմ բոլորս էլ գիտենք, որ այդտեղ քաղաքական նպատակներ կան։ Իսկ մի անգամ էլ եթե չեմ սխալվում ձեր եթերում ասացի, ես անշուշտ Միքայել Սրբազանը հայտարարություններ արել է, բոլորս էլ լսել ենք, հայտարարությունները շատ կոշտ են, բայց խոսքի ազատության շրջանակներում կարծում եմ կարելի է այդ ամեն ինչը տեղավորել եւ չեմ կարծում որ ոչ մեկը այդպես ասած խոսքի ազատության համար պետք է պատժվի։ Մեր մոտ էլ այսպես ասենք օրինակի համար նախագահ Թրամփի հասցեին ամենատարբեր այդպես ասած բաները կարող են գրել սոցիալական հարցերում, հարցազրույցների ժամանակ ասեն Facebook-յան էջերում գրեն, բայց որից է մեկը չի գնում այդ մարդկանց կանոնավորը, որովհետև կա մի շատ կարևոր բան։ Հիմա ես կարող եմ շատ բաներ ասեմ, բայց կարևորն է որ արդյոք ես այդ իմ ասածը իրագործելու կարողություն ունեմ կամ իմ մոտ ձգտումը կա, նպատակը կա, թե ընդհանրապես դա խոսքի եւ միտքի արտահայտման մակարդակում է եղել։ Շատ պարզ է որ որից է մեկը չի կարող պատկերացնել, օրինակ Միքայել Աջապարյանը Սրբազան հայրը այն ամեն ինչը որ այդպես ասած հարցազրույցներում ասելա դա գնալու է գործնականում դրանք իրագործելը շատ պարզ է որ դա խոսքի ազատության սահմաններում տեղավորվող հայտարարություններ են եղել բայց հիմա դա հիմք ծառայեցնելով փորձում են ամեն կերպ բռնաճնշումներ գործադրելով թե Միքայել Սրբազանին թե Բագրատ Սրբազանին պահել կալանքի տակ որտեղ գիտեն այս մարդկանց ազատության մեջ լինելը ամեն դեպքում ժողովրդային ինչ-որ համախմբվածություն այս մարդկանց շուրջ ստեղծելու ժողովրդի կողմից հարգված են կարող են ժողովրդի այդպես ասած իրենց այդպես ասած հարգում է իրենց խոսքը լսում է եւ հատկապես նկատի առնելով մյուս տարվա այդպես ասած ընտրական գործընթացները որ արժեվում գտնելու են ամեն դեպքում մենք հասնելու ենք հավանաբար դրանց շատ բարձր է որ փորձել են ամեն կերպ նմանատիպ այդպես ասած խարիզմատիկ դեմքերի ովքեր ունեն ժողովրդին համախմբելու պահել կալանքի տակ թույլ չտալու որպեսզի նրանք կարողանան ինչ-որ գործընթացներ ձեռնարկել կամ գործընթացներ սկսեն բայց ամեն դեպքում կարծում եմ ապարդյուն ջանք է որտեղ վերջին հաշվով այդ տեսնում ենք այդ մարդիկ նույնիսկ բանտում եղած իրենց բանտում գտնվելն էլ արդեն իսկ քաղաքական ինչ-որ գործընթացների ձևավորման առիթ է դառնում ես կարծում եմ Նիկոլը սխալներ է թույլ տալի շարունակաբար այդ դրանց սխալներից մեկը Բագրատ Սրբազանի կանոնավորելն էր հետո Միքայել Սրբազանի կանոնավորելն էր հետո Սամվել Կարապետյանի կանոնավորելն էր դրանք ես կարծում եմ հերթաբար սխալներ է որ Նիկոլ Փաշինյանը թույլ է տալիս եւ կարծում եմ միտեղ էս ամեն ինչը անգեսնելու է իր դեմ այդպես ասած ժողովրդային համախմբման հետո ինքը շատ ուշ հասկանա որ շատ սխալ էր Սրբազաներին կանոնավորել որ կարծում է ուշ կլինի իհարկե լավ է որ ուշ կլինի քանի որ կարծում եմ ավելի կհեշտացնի մեր գործը իշխանափոխության հարցում Բայց իրենք տեսնում եք, որ շարունակում են եւ թափ են, ինչպես ասում են, չեն կորցնում եկեղեցու դեմ իրենց կեղտոտ արշավը շարունակելու, գտնում են ինչ որ այսօր մեր հյուրերից Հովհաննես Իշխանյանը ասաց, եկեղեցու ներսում նիկոլներ են գտնում եւ այդպես այդ կեղտոտ արշավը իրականացնում, խնդրեմ։ Բայց ակնհայտ է որ Նիկոլի արշավը որ սկսեց եկեղեցու դեմ պարտվեց, խայտարակ պարտություն կրեց, ցախողեց, այսինքն այդ տեսեք այն ինչ թնդուչամբ էր ամեն օր գրառումներ կատարում եկեղեցու դեմ, վաղար շաբաթ, ես միացնում հանրահավաք էր ուզում կազմակերպել, շատ բարձ կարծում եմ իրեն հասկացեցին, որ չանես դա հնարավոր չի եւ չի ստացվելու պարտություն են կրելու եւ շատ սուս պես լուր կերպով ինքը այդ գործընթացները հրաժարվեց, իհարկե հաշարակաբար ասում եմ ես չեմ գաղափարից հրաժարվել, բայց այդ այդպես ասած նախքին այդ նպատակները որ ուներ այդ ձևաչափերով գնալ պայքարել եկեղեցու դեմ չի բայց ամեն դեպքում իր հետին նպատակը ունի տիրանալ եկեղեցուն եւ տեսնում ենք հիմա իր այդ սովորական մեթոդը որ ունի դա է սկսել օգտագործել ներսում թափանցել եկեղեցու կառույցից ներս եւ փորձել ներսում դավաճաններ գտել եւ ներսից իրավիճակը պայթեցնել եւ ցավոք սրտի դժբախտաբար տեսնում ենք նաեւ եկեղեցում մեկ ընդ մեջ հայտնվում են հոգեվորականներ քահանաներ տարբեր թևերում ծառայողներ ովքեր այո իդեպ հիմա ինչ որ դժգոհություններից գուցե հիմա ճիշտ կամ սխալ որ ունեն գալիս են կանգնում են եւ դառնում են իշխանությունների լծակը ինչը իսկապես ցավալի է բայց ամեն դեպքում շատ բարձր է որ սա Նիկոլի կողմից ղեկավարվող ծրագիր է, որը փորձում է հիմա գնալ եկեղեցու թե ինքը դրսից չի կարող եկեղեցու վրա արձակվել, առաջի փուլում հիմա փորձում է ներսից սկսի եկեղեցին քանդել, որպես հետո եթե մի օր դրսից հնարավորություն ստեղծավ ինչ-որ շարժում գրող կազմակերպել եկեղեցու վրա, իր գործը ավելի հեշտ լինի։ Մի քիչ էլ ես կարծում եմ ինքը սպասում է Էջմիածնի ընտրությունների արդյունքներին, տեսնի այնտեղ ինչ իրավիճակ է ստեղծվում, եթե ասենք այնտեղ իրենք եթե անկած ասված մի առասցե կարողանան իշխանություն ձևավորել կարծում եմ դա նաև ինչ-որ համարձակություն կտա Նիկոլին գուցե ավելի գործնական քայլերի անցնելու, բայց եթե ասենք Գյումրի նման չկարողանան այսպես ասած Էջմիածնում էլ պարտություն կրեն եւ չկարողանան իշխանություն ձևավորել Էջմիածնի իշխանություններ կորցնեն, Նիկոլը կարծում եմ հենց այս ձևաչափով առայժմ կսկսի, այսինքն ներսից կշարունակի եկեղեցու քանդելու
աշխատանքը։ Դա հիմա կարծում եմ մի քիչ դժվար է հիմա, այսինքն այդ քահանաների հանդեպ ես ինձ համար շատ հասկանալի է եկեղեցու կոշտ վերաբերումը վերա բացասաբար կարող է հետևանք կարողանալ անդրադարձ չունենալ եկեղեցու կողմից, դա էլ կարող է նաև առիթ տալ, որպեսզի սկսվի այս աշխատանքը ծավալվել դավադրական շատ դժվար իրավիճակ է ստեղծվում, ցավալիորեն, գիտեք, շատ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը որպես երկրի ղեկավար փորձում է այս վիճակով քանդել մի հատ կառույց, եւ չգիտեմ ինչ նպատակի է ուզում հասնել։ Տեսանք ժամանակին ինքը բանակը քանդեց, պայթեցրեց ներսից եւ հետո արդյունքը եղավ պատերազմ, պատերազմից հետո պարտություն, Արցախի կորուստ եւ հիմա հերթ հասել է եկեղեցուն, մեր այս կառույցը պայթեցնելու կարծեմ հերթն է հասել։ Հիմա ես Սփյուռքն էլ ուրիշ ձևով են նույն աշխատանքը տարել Սփյուռքի դեպքում էլ դժբախտաբար կարողացել են հաջողել пассивության մեջ դնել, բայց եկեղեցին էլ որպես մեր հայապահպանման, ազգապահպանման կառույցներից մեկը նրանց թիրախում հայտնվել։ Հույսով եմ, որ չի հաջողվի, այսինքն մինչև այդտեղ մենք ցույց չենք տա Նիկոլին, որ հասնի գոնե առաջիկա ամիսների ընթացքում հնարավոր կլինի այս իշխանապողության հասնել իրեն հեռացնել, որպեսզի այլևս մտահոգել չլինենք նաև եկեղեցու կապակցությամբ։ Եվ պարոն Մարգարյան, կուզեմ ես հարցնել մեկնաբանություն տակ, Տելեգրամյան մեծ լսարան ունեցող ալիքը գրում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող 17 միլիոն դոլարանոց, այսպես ասենք, առանձնատան մասին Կանադայում, որը գնվել է, խնդրեմ, այս մասով ինչ կարող եք ասել, նման թեմաներ, նման լուրեր հաճախ են համացանցում եւ ոչ միայն հայտնվում։ Դժվարում եմ հիմա շատ հստակ կերպով ասել դա ճիշտ է կամ սխալ է։ Ամեն դեպքում դա քարոզչական աշխատանք է, որ տարվում է։ Դե Ամեն թող դեպքում հետք են, գիտեք, իրենք ամեն ինչը դեք հետք սա նույն ոչ են։ թե որ իրենք էլ են ժամանակին օգտագործել եւ չպետք է դժգոհ լինեն, եթե այդպես ասած Telegram-ի անեկդոտ նման բաներ է գրում։ Բայց կա մի շատ բարձ իրողություն, գիտեք, հիմա այդ 10 միլիոնանոց այդ առանձնատունը կա, չկա, ես չգիտեմ, ստուգել էլ մի քիչ շատ դժվար է, որտեղ ամեն դեպքում եթե նման առանձնատուն գնաց լինեն հաստատ իրենց անունով չեն գնել, ուրիշ անուններով պետք է գնացնեն, հետաբար դրա ստուգելը կամ որպես փաստ ապացուցելը շատ դժվար է, բայց չի կարելի շղթել, որ ամեն դեպքում այս մարդիկ հաստատ վստահ եմ, այսինքն չեմ կարող կասկածել, որ այս մարդիկ հսկայական կարողությունների են արդեն տիրապետում արտասահմանում, ունեն բանկային հաշիվներ, ունեն հատկապես Շվեյցարիայում տարբեր տեղերում, որտեղ հետքերը գտնելը շատ դժվար է լինում, Աննա Հակոբյանը հաստատ ունի նման գումարներ, ամեն դեպքում տեսնում եք իրենց պահվածքը, շքեղ կյանքը, որ վայելում են այդ գումարները վերջին հաշվով դժվար թե ասենք վարչապետի աշխատավարձով հնարավոր լինի այդ ամեն ինչը ստեղծել, շատ բնական է, որ այդ գումարները գալիս են, փողերը գալիս են, փողերի լվացումը շատ հաճախ ենք դրանց մասին խոսել։ Այդ երևույթները հաշտատ կան, անշուշտ կան եւ կբացահայտվի, այդպես չի որ հայտնի չդառնա։ Ամեն դեպքում մի օր էս ամեն ինչը ջրի երես կա եւ ժողովուրդը կտեսնեն այն ահռելի իրողությունը, որ կա։ Հետաբար ես շատ կոնկրետ այդ դեպքի այդ առանձնատան մասին չեմ կարող խոսել, բայց նաեւ չեմ ճխտում, որ այո, նաեւ հաստատում եմ, որ այո, հաստատ ունեն հստակական ունակություններ տարբեր տեղերում պահված, բայց որտեղը ինչը ինչ քանակությամբ ասում եմ անշուշտ շատ դժվար է ստուգելը, որտեվ ամեն դեպքում դրանք հաստատ իրենց անունով չի լինելու, ուրիշների անունով պետք է լինի, բայց մի օր կարծում եմ իշխանապողությունը դրանց մասին բոլոր ժողովուրդը շատ Օրինակ, հստակ եւ այդպես ասած հավաստի աղբյուրներից կտեղեկան։ օրինակ դուք բազմիցս նաև խոսել եք իրենց Իմ քայլը հիմնադրամի մասին, չէ՞, այդտեղ ինչ կապ կա հիմնադրամը, Սիմիդյանի քույրը, Աննա Հակոբյանը, կարող է սա այսպես ասենք նույն այսպես տարայի մեջ լինել։ Անշուշտ կա, գիտեք, եթե հիշեք ժամանակին բացահայտումներ եղան իմ կողմից, խոսեցի այդ թեմայի մասին, երկար վիճաբանության մեջ նույնիսկ այդպես ուղղակի ինձ եկավ պատասխանեց Աննա Հակոբյանը, տարբեր որակումներ տվեց գեղցի, ես ինչ գիտեմ, աչեց ակցենտով խոսող, եթե հիշում եք ամենայն ձեր եթերներից հետո այդ ամեն ինչը տեղի ունեցավ, եւ դրանից հետո շատ լուրջ փոփոխություններ տեղի ունեցան ձևաչափերում, որ իրենք աշխատում էին, օրինակ Կարաքսի Սիմիդյան դուրս եկավ ՀՄԿ-ի այդ կառույցից, որ կան կառույցի մեջ փոփոխություններ եղան, անշուշտ ազդեցիկ էին իսկ կարծում եմ այդ ամեն խոսակցությունը, որտեղ միջին ժամանակ որ չես խոսում, իրեն կարծում են որ ոչ թե մեկը տեղյակ չէ այդ ամեն ինչի մասին եւ աշխատում են, բայց երբ որ խոսում ես, արդեն փորձում են փոփոխություններ մտցնել, ինչ-որ կանոնական ձևակերպումները փոխել, որպեսզի եթե իսկապես ամեն ինչը ճիշտ էր, նույն ընթացքով պիտի շարունակվեն։ Հենց այդ փոփոխությունները, որ եղան ձևակերպումների մեջ աշխատանքի, նշանակում է, որ ես ճիշտ է, իրենք սխալ էին, փորձեցին ինչ-որ բաներ փոխփխելով խնդիրը կոչկել, ասում եմ, բայց ամեն դեպքում Իմ քայլի հիմնադրամի գործունեությունը միշտ էլ կասկածելի է եղել, այդ գումարները որտեղից են գալիս, միշտ էլ գրված է, որ անորոշ նվիրատուներ կան, որոնք միլիոնավոր գումարներ են
նվիրաբերում իմ քայլի հիմնադրամին, բայց գրված է որպես անանուն, դու չգիտես դրանք ովքեր են, արդյոք թրկական կառույցներ չեն, ադրբեջանական կառույցներ չեն, Նիկոլի խոստացված գումարները չեն, որոնք այդպես այդ անունների տակ մտնում են այդ հիմնադրամ, հետո տարբեր անուններով այդ հիմնադրամից դուրս են գալիս, որտեղ այդ հաշվետվությունը ներկայացվում։ Հիմա իրան մի անգամ գրեցիք, ասեց դե գնացեք նայեք մեկ ինչքան գործ են կարել, բայց խնդիրը այդ չի, խնդիրը շատ հստակ կերպով յուրաքանչյուր գումարը, որ գալիս է, դրա համար պետք է պատասխան տրվի եւ հայտնի դառնա գումարը որտեղից է գալիս, որտեղ է գնում։ Եթե դու գումարի աղբյուրը ծածկում ես, արդեն իսկ միջազգային այդ ձևաչափերով դա դառնում է կասկածել։ Օրինակ, եթե այստեղ ինչ-որ գումար նստի իմ հաշվից մեջ անանուն տեղից, անմիջապես գալու են իմ հետևից ինձից հարցնել, որ այդ գումարը ով ա ուղարկել, որտեղից է եկել, ինչու է եղել։ Բայց տեսնում ենք միլիոնավոր գումար է նստում իմ քայլի հիմնադրամի հաշվին, միայն դիմացը գրում են անանուն եւ ամենը բավարարվում են, դե եկել է մի տեղից, բայց որտեղից է եկել, դրանք ա որ ամբողջ խնդիրներն ա եւ դրանից հետո դե պարզ արդեն կարելի է լուրջ կասկածներ ունենալ, որ այս մարդկանց գործունեության հիմքում հիմնականում կոռուպցիա կա եւ ասում եմ մի ժամանակ մի օր հաստատ կբացահայտվի այս ամեն ինչ։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, որ համաձայնեցիք այս Ես եմ զրույցին։ շնորհակալ։